Ողջույն Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք քննարկել եւ վերլուծել շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, ողջույն, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Պարոն Քոչարյան, տարեվերջից սկսված 25 թվականի եւ տարեսկզբին այսպես թմկահարվեց, անընդհատ խոսվեց ԱՄՆ փոխնախագահի պատմական այցի մասին, արդեն այսպես տվեցին այդ պատմական նշանակությունը, հետ այսօր ենք տալիս արդեն պատմական, չգիտեմ ճակերտավոր թե ոչ, եկեք անկեղծ լինենք, ամեն դեպքում Վենսը Հայաստան եկավ մեզ համար, թե պարզապես այսպես իջևանեց ճանապարհին ու հետո գնաց Բաքու։ Սենց սկսենք, հետո ընթացիկ հարցերը կհասկանանք։ Գլոբալ առումով այ պատմական այց է, որովհետև առաջինական Հայաստանը այցելում է փոխնախագահ ԱՄՆ-ի եւ այստեղ պետք է ֆիքսենք, արդյոք եկել է մեզ համար, իհարկե ոչ, ծրագիրը շատ ավելի լայն է իր եւ հիմնական ծրագրի բաղկացուցիչ մասը դա Իրանն է։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկա պահին մնում էին այն երկրները, որտեղ քիչ թե շատ, այսպես ասենք, Իրանի հետ համագործակցություն կար, բարեկամության մասին արդեն դժվար է խոսել, եւ փաստացի ամերիկացիներին պետք էր նաեւ վերահսկել սահմանը Իրանի հետ, եւ այս այցը ընդհանրապես թրիփ ծրագիրը ամերիկյան կողմին ներգրավումը հենց այդ մասով է, այսինքն ԱՄՆ-ն պետք է վերահսկի Հայաստանի եւ Իրանի սահմանը, ինչպես է դա վերահսկելու եւ ինչ միջոցներով դա արդեն այլ հարց է, բայց թրիպի, այսպես ասենք, ամերիկյան փայաբաժինը հենց դրա մեջ է։ Դե Ադրբեջան այցնել արդեն ամերիկացիներին բաց ասում են, որ սա նաև կապված է եւ Իրանի հետ եւ Իսրայելի հետ եւ շատերը խոսում են, որ Ադրբեջանը դա Իսրայելի համար շատ հարմար հարթակ է, ոչ միայն հետախուզության, այլ նաև Իրանի վրա հարձակման ժամանակ նաև որպես մասնակցության տարածք։ Դրա համար իմ կարծիքով սա էր Պլյուս էր դա մեզ համար իհարկե ոչ, որովհետև մի պարզ օրինակով ասեմ, մեր վրա հասարակության վրա փորձեցին վաճառել 15 միլիոնանոց վաճառքը դրոնների, հետախուզական, բայց եթե մենք տեսնենք ինչ առաջարկվեց Ադրբեջանին, անհամեմատելի է, եւ ցավոք սրտի այն ինչ որ տալու են Ադրբեջանը եւ ինչը պատրաստ է գնել Ադրբեջանը, դա այն պատճառով է, որ Հայաստանը այլևս չի դիմադրելու հայտնի 907-րդ բանաձևի, ուրեմն որը արգելում էր Ադրբեջանին որևէ զենք վաճառել, եւ սա փաստորեն մեզ տվեցին 11 միլիոն դոլար իր դրության նրա, որ այլևս Հայաստանը կամ հայկական լոբին Ամերիկայում չբողոքարկի այդ 907 բանաձևի գործողությունը, որովհետև Ադրբեջանը պետք է մասշտաբային զենք վաճառել։ Ում համար է գնելու Ադրբեջանը եւ ինչի համար է գնելու, դա էլ բարձից բարձ է, կրկին հարցի պատասխանը Իրանն է, բայց ամեն դեպքում ներկա այս փախրուն խաղաղության պայմաններում, երբ որ քո թշնամին գնում է ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների զենքեր, իսկ դու ընդամենը 11 միլիոն դոլարի զենք ես գնում, դա իմ կարծիքով արդեն որոշակի հարցեր է առաջացնում։ Լավ, խոսեցիք 11 միլիոնին, որ մեզ կոպիտ ասած իբրև կաշառեցին, բայց եկեք նաև անդրադառնանք թյուրիմացության այդ թարգմանության հետ կապված սկանդալային, ասեմ, միջադեպին նաև, որովհետև մինչև 5 միլիարդ դոլար կամ հետո այնտեղ 4 միլիարդ դոլարի արդյունքում ստացվում է մենք կարծես 9 միլիարդ դոլարի ինչ որ ներդրում ենք ակնկալում, այսինքն ժողովրդին մատուցվում է նման տեղեկատվություն, բայց հանրությանը կարծես օդ ենք վաճառում, հաշվի առնելով նաև այդ թարգմանության սխալների իբրև, հիմա խոսքը ոչ թե օգնության, այլ ամերիկյան ապրանքների մասին է, վաճառքի մասին է, չէ՞, այստեղ գնում իրականում, որովհետև այդտեղ աղքին բացեցին ճակերտները, իդեպ կառավարության կայքից էլ վերացվել էր կոնկրետ այդ հատվածը, չեմ ստուգել ճիշտն ասած այսօր տեղադրել են թե չէ այդ լինկը նորից, որպեսզի մարդիկ հետ դառնան եւ նորից լսեն, որտեղ ընթացքում համաժողովնիկա թարգմանությունները ոչ մեկս չէինք լսում իրականում անգլերեն տեքստը, թեպետ գնալուց էլ նա էլի որոշակի իբրև բացեց, ինչ է ասել ներողություն, բայց ամեն դեպքում էլի այսպես օդում կախված մնաց այդ հարցը։
Հիմա դա ներդրում է, ապրանք է, չգիտեմ, աշխատատեղերի բացում է, ինչ է իրենից ներկայացնում ըստ ձեզ։ Տեսեք, ԱՄՆ-ն ունի մեկ պրինցիպ Թրամփի գալուց հետո, ԱՄՆ-ն ոչ միտեղ գումար չի բաժանելու այլևս։ Բարձր, հա, եւ ԱՄՆ-ն պարտադրում է բոլորին ԱՄՆ-ից գնել ապրանք կամ ԱՄՆ-ում բացել գործարաններ կամ ներդրումներ անել ԱՄՆ։ Եվ ես օրինակ զարմացա, երբ որ լսեցի, որ ԱՄՆ-ն մեզ գումարներ է տալիս եւ ինչ որ, գիտեք, ինչ որ բաներ գերէմոցիոնալ արձագանք էր ուրեմն ցանցում, որ մեզ 9 միլիարդ փող են տալիս, հա։ Ես մի փոքր զարմացա եւ գտա Վենսի անգլերեն ուրեմն ասածները եւ հասկացա այնտեղ որևէ բան չկա, սխալ է արել թարգմանիչը թե ոչ, կառավարությունը միանգամից վազելով սկսեց հերքել, որ դա իրենց թարգմանիչը չի, բայց եթե չեմ սխալվում, դա ամենահայտնի թարգմանիչներից մեկն է, Սինխրոն, որը շատ լավ թարգմանիչ է եւ ինքը չէր կարող այսպես սխալվել, եթե խանգարող հանգամանքներ երևի իր կողքը չլինեն, էլի հիմա այդ խանգարող հանգամանքը կողքն նստել թե ոնց արել, բայց ամեն դեպքում ես տեղ ավելի շատ միտում եմ տեսնում, քան սխալ, հա, որովհետեւ նայեք քարոշության մեջ այսպիսի բան կա, որ սխալ ինֆորմացիան տարածվում է 10 անգամ ավելի շատ, քան այդ ինֆորմացիայի հերկումը։ Եվ տեսեք մարդիկ միանգամից վերցրեցին 9 միլիարդ դոլարը, 9 միլիարդ դոլարը դա ամերիկացիք տեսեք ինչ են անում, եւ փաստացի եղավ այն ինչ որ եղավ, ԱՄՆ-ն մեզ ոչ մի բան չի նվիրում, հա, մենակ է 11 միլիոն դոլարանոց տեխնոլոգիան է նվիրում դրոնների, որտեղ էլ եմ ասում 11 միլիոն դոլար է ընդհանրապես, բայց մեծ խնդիր է առաջանալու Իրանի հետ 11 միլիոն դոլարի պատճառով, դա առանձին կասեմ, եւ փաստացի մեզ ստիպում է ներդրում անել ԱՄՆ, հա, որոշակի նիկոլական տնտեսագետներ սկսեցին ցանցում տարածել, որ սա ամեն դեպքում ներդրում է եւ այլն, բայց տեսեք, սա ներդրում չի ԱՄՆ-ի, այլ ներդրում է Հայաստանի, որտեղ մենք ենք գնում ԱՄՆ-ից ապրանք, որը գալու է աշխատելու է այստեղ, ընդ որում կոնկրետ կապված այդ իր ռեակտորի հետ ԱՄՆ-ն չունի մինչև հիմա պատրաստի ռեակտոր, ի տարբերություն Ռուսաստանի, որը արդեն գործարկում է այդ մոդուլային ռեակտորները, եւ ԱՄՆ-ն նույնիսկ որ պատրաստի այն, փաստացի ինքը իր տարածքում չի փորձարկելու, այլ մենք ենք դառնալու այդ ռեակտորի փորձադաշտը բոլոր հնարավոր կանխատեսելի եւ անկանխատեսելի հանգամանքներով։ Երկրորդ եւ երրորդը, եթե Ռուսաստանը իր օգտագործած վառելիքը ատոմակայանի տանում է հետ Ռուսաստան, ապա դժվար է պատկերացնել ԱՄՆ-ն վառելիքը տանելու է հետ ԱՄՆ, հա, շատ հավանական է, որ այդ թափոնները ռադիոակտիվ թաղվելու են Հայաստանի տարածքում եւ առանց դրա այդ փոքր տարածքը էլի կգտնվի ճառագայթման վտանգի տակ։ Այսինքն ամերիկացիք մեզ փաստացի տալիս են մի բան, որը չի փորձարկվել, որը ԱՄՆ-ում չի փորձարկվել եւ որի օգտագործման ուրեմն թափոնները փաստորեն չի տանելու եւ տալիս է մի բան, որի արտադրած էլեկտրոէներգիան բավականին բարձր ինքնարժեք է ունենալու։ Եթե հիմա այս հայկական մեծամոր ատոմակայանի ինքնարժեքը բավականին ցածր է, ամենացածրն է բոլոր արտադրող ուրեմն բաների մեջ, հզորությունների մեջ, այստեղ ԱՄՆ-ին բավականին թանկ է լինելու եւ սա եւս ցույց է տալիս, որ սա Հայաստանի համար այդքան էլ հաջող գործարք չէ։ Ընդ որում 4 միլիարդեր մենք առնելու ենք իրենցից հենց այդ վառելիքը, որը պետք է օգտագործվի եւ տեխնոլոգիաները, փաստացի 9 միլիարդ դա Հայաստանի գլխին առաջացած նոր պատուհաս է, պարտք է, տեսեք նույն նիկոլական որոշ տնտեսագետներ իրենք ասում են, որ դա պարտք չի լինելու, արտաքին պարտք չի լինելու, դա ինչ որ համաֆինանսավորել է մասնավոր եւ պետական, բայց ամեն եւ կարող է պետական պարտքի 9 միլիարդով չաճի, այլ ընդհանրեն ավելի փոքր մասնաբաժինով, այսպես ասեմ, հաշվի առնելով մեր պետական պարտքը 10 ներքինը եւ արտաքինը միասին 14 միլիարդ, եթե չեմ սխալվում, եթե դրանք գումարում է եւս 7 միլիարդ, ապա դա 9 միլիարդ, այլ է խնդիր, արդյոք 23 միլիարդի մասին է խոսքը գնալու։ Իրեմ ասում, 1 միլիարդը դա չէ, 8 միլիարդը մասնավոր, դա չգիտեմ որ մասնավոր 8 միլիարդ դոլար ունի Հայաստանը, որ վճարը ամերիկացիներին չեմ պատկերացնում, բայց տեսեք խնդիրը որն է, մենք առանց դրա յուրաքանչյուր տարի միայն տոկոսով
Վճարում ենք մոտ $1 միլիարդ պատք, հա, հիմա դրան ավելի բան է ավելանում եւ դրա օգուտը որն է, ես չեմ պատկերացնում։ Փաստացի Փաշինյանը օգտագործեց Վենսի այցը զուտ PR նկարի համար, որ իրեն պետք է օգնի ընտրություններին, Վենսը արեց հայտարարություն, որը կրկին Փաշինյանը պետք է օգնի ընտրություններին, Հայաստանի Հանրապետությունը բացի գլխացավանքից Իրանի եւ Ռուսաստանի հետ եւ նաեւ Հայաստանի տրամադրված հերթական պարտքի որևէ այլ բան չստացավ, այսինքն մեր այն քաղաքացիներն, որ հիմա օրախ զվարթ վազում են եւ ասում են կեցե ամերիկան տեսակ, ամերիկան մեր հետ է, ինձ կարծիքով դառը բան են ունենալու մի քանի ժամանակ անց, երբ որ հասկանան, որ Ամերիկայից որևէ բան չեկավ, ավելին մենք մուծվեցինք Ամերիկայի։ Օնքո ջան, Եվրամիությունից այդ ստացած այդ էլի ֆանտաստիկ միլիարդների պատմությունից հետո ոնց ենք կարող էլի նման թվերի հավատալ, դա մեկ։ Երկրորդը առաջին հարցից սկսած ընդգծում եք Իրանի դերը, խոսենք Իրանի մասին, որովհետև վերլուծելով իսկապես հանգում ենք այն մտքին, որ տարածաշրջանային հենց անվտանգության շատ լուրջ կարմիր լույս է վառվում դրանով, այսինքն մենք ինքներս արդեն վառում ենք, հերիք չի պարտքի տակ ընկնելով, մի խոսքով մնացած գործոնները հաշվի առնելով, դառնալով այլ արևմուտքի, երևի հիմա էլ չէ, դառնալով խամաճիկ որոշ մասով, բայց եկեք հələ հասկանանք Իրանի արձագանքը, որ մինչ օրս անկեղծ ասած ես չեմ կարդացել կամ լսել որևէ առումով գոնե կապած է դրոնների ձեռքբերման հետ, ինչ սպասենք մանավանդ այն կոշտ կիսանեղացած հայտարարությունից հետո դեսպանի, որ այսպես ասած մենք կարծես թե թշնամական երկրների շարքում ենք դասվում, սպասենք նորից նման հայտարարության։ Ինչ որ հայտարարություն լինելու է Իրանից անպայման, որովհետև ներկայացին իրենք փորձում են վերլուծել տեղեկատվությունը, տեսեք, շատերը Հայաստանի ներսում են հարց տալիս, այդ դրոնները ում դեմ ուղղված լինելու։ Եթե դա հետախուզական դրոն է, հա, այն պետք է հետախուզի ինչ որ տարածքներ։ Եթե մենք Թուրքիա, Ադրբեջան հետ գնում ենք դեպի բարեկամություն, իրենք Վրաստանի տարածքն են հետախուզելու, իհարկե ոչ։ Փաստացի դա ամերիկյան տեխնոլոգիա եւ ամերիկյան դրոններ են, որոնք ուղղվելու են Իրանի տարածքը հետախուզելու, այսինքն նույնիսկ եթե Հայաստանը չի մասնակցելու Իրանի վրա հարձակման, առնվազն այստեղից հետախուզական գործունեություն է գնելու եւ դրան նաեւ միավորում է կարելի է գումարել այն, որ ԱՄՆ ընտրիպի միջոցով վերահսկելու է Իրանի սահմանը եւ ներկա պահին Ռուսաստանը օրինակ զրկված է Իրանից Հայաստան մտնող ԿՊՊ-ով ստուգել ինչ ապրանք է գնում գալիս եւ ինչ մարդիկ են գնում գալիս, այստեղ փաստացի բավականին շատ հարցեր է առաջանալու իրանական կողմի, իմ կարծիքով հիմա Փաշինյանները փորձում են որևէ ձևի բացատրել իրենց արածը որն է, ինչպես երեք օրինակ սկսեցին բան անել, մի փոքր հետքայլ անել, որ մեծամորը ատոմակայանն է մինչև 2036, մինչև 2046 կաշխատի, այստեղ էլ կփորձեն Իրանին ինչ որ ձևի համոզել, որ սա իրենց դեմ ուղղված չի, թեև բոլորն արդեն բարձ է սա որն է ինչն է։ Ձեր հարցի առաջին մասի վերաբերյալ տեսեք, 2021 թվականի ընտրություններից առաջ Միությունը մեզ 2.6 միլիարդ եվրոյի բան խոստացավ ներդրում, հա, որում պետք է գումարով կառուցվեր նաև Սիսիան Քաջարյան թունելը եւ մնացած ճանապարհները, Փելոսի գալուց սկսեցին տարածել, որ ԱՄՆ-ն մեզ 20 միլիարդ փող է տալիս, այս Վենսի գալը գիտեք ինչով է տարբերվում մնացածներից, եթե օրինակ առաջ մեծ սպիտակ մարդը ինչ որ տեղեր գնում աբորիգենների մոտ, ինքը ուլունքներ էր բաժանում նվիրում, հայելիներ էր նվիրում, հա, ինչ որ արաղ էր տալիս, որ ժողովուրդը խմի, հիմա դա էլ չարեցին, հիմա ստիպեցին, որ մենք այդ ուլունքները գնենք, հա, սա պատմության մեջ երևի առաջի դեպքերից մեկն է, հա, լավ բիզնեսմեն է, որ բանը փոխվել է, հա, որտեվ գոնե եվրոպացիները մեզ ինչ որ բան խոստանում են որպես ներդրում, բայց սրանք դա չեն անում։ Հիմա մի փոքր բան կանեմ, երևի տարօրինակ կամ անկախատեսելի բան կասեմ, ես այն հետ կապված, գլոբալ առումով այս այցը ոչ թե Իրանի դեմ է, ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ Չինաստանի դեմ է։
որովհետև մեծ խաղ է գնում եւ ԱՄՆ-ն եւ Չինաստանը աշխարհագրական քարտեզի վրա բոլոր կետերում մի փոքր թեթև բախման մեջ են, բայց դեռևս ոչ թե ռազմական, այլ այսպես ասած ուժերի ցածրություն են անում։ Շատ օրինակ մտածում են, որ Վենեսուելայում այնիշ տեղի ունեցավ, դա հակառուսական էր, ոչ դա հակաչինական էր, որտեղ եւ Վենեսուելան եւ Կուբան Ռուսաստանից մի փոքր հեռանալով իրենց հիմնական գործընկերը դա Չինաստանն է դարել եւ հիմա փաստորեն ԱՄՆ-ն իր քթի տակի հարցերն լուծում Վենեսուելայում եւ Կուբայում փորձելով Չինաստանին դուրս մղել այդտեղից, ինչպես նաեւ Պանամայի նեղուցը նաեւ իրենք փորձում են Չինաստանից հետ վերցնել եւ Պանամայի կառավարությունը արդեն պատրաստ է դա անել եւ հիմա հարց ինչ կապ ունի Հայաստանը, շատ մեծ կապ ունի, եթե մոռացել ենք մի քանի ամիս առաջ Չինաստանի հետ բավականին խոշոր ռազմավարական պայմանագիր է ստորագրվել համապարփակ, որտեղ Չինաստանը բավականին մեծ ներդրումներ պետք է Հայաստան բերեր։ Նարեկ Կարապետյանը եւ այսօր Ռոբերտ Կադարյանը, որը էլի մեր ձևորից է, խոստովանեցին, որ իրենք չինական կողմի հետ քննարկել են այստեղ ատոմակայան կառուցելու ատոմային էներգետիկայի հարցեր եւ Իրանի առաջարկը շատ ավելի շահավետ է եղել եւ իմ կարծիքով ժողովրդական լեզվով ասած Վենսը այստեղ եկավ եւ չախեց Իրանի առաջարկը, որովհետեւ Իրանը առաջարկում է ներդրումներ, Իրանը առաջարկում է տուրիզմ, Իրանը առաջարկում է էներգետիկա ինչ-որ մթնոլորտ, այսինքն այլ բան չէր առաջարկում, Վենսը եկավ եւ բավականին գիտեք, sense կոպիտ ձևի ամերիկավարի, այսպես ասենք, ասաց, որ տղերք, ես ձեզ բան եմ անում, դուք ինձ այնց մեր ատոմակայանը դնում եք ձեր մոտ, ես էլ ձեզ պաշտպանություն եմ ապահովում։ Ծանր հրետանի դրեց, հա, այսինքն եկավ ասա Չինաստանը չգիտեմ ինչ էր անում, հա, տալիս ես ծնգեր, մեր ատոմակայանը վերցնում եք, ես էլ ոնց որ ատոմակայան տեր եմ կանգնում, որոշեք։ Եվ այստեղ Չինաստանը բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել, ընդ որում տեսեք նույնիսկ Աննա Հակոբյանը գնաց Չինաստան սովորելու, դա հայ-չինական, այսպես ասենք, հնարավոր բարեկամության ոնց որ ամրագրումներից մեկն էր, որտեղ ել եմ ասում, շատ ուշադրություն չեն դարձել, բայց չինական առաջարկը շատ մեծ էր բոլոր բնագավառներով, հա։ Ես հիմա չգիտեմ, հիմա Աննա Հակոբյանը գնալու է Գարվարդ սովորելու թե ոչ, հա, որպես հայ-ամերիկյան արդեն բարեկամության նշան, բայց կեսկատակեստուց ես եմ ասում, այստեղ ավելի շատ հակաչինական քայլ է տեղի ունեցել, քան հակաիրանական էլի հակաչինականի մեջ է տեղավորվում, որովհետև Իրանը եւ Չինաստանը ներկապային, այսպես ասենք, առնվազն առևտրային դաշնակիցներ են եւ վնասելով նաեւ Իրանին, վնասում է նաեւ Չինաստանը։ Ավելին այս TRIP ծրագիրը ինքը կրկին այդքան էլ Չինաստանի, այսպես ասենք, Չինաստան օգուտ չի բերում, որովհետև Չինաստանը այլ նախագիծ ունի մեկ գոտին եւ դա էլ է խանգարում իրեն։ Մենք գիտենք, որ նույն անգլիացիները իրենք ժամանակին ասել էին, որ պետք է ամեն ինչ անել, որ Չինաստանից դեպի Եվրոպա եւ Ռուսաստանից դեպի Եվրոպա այդ ճանապարհները կտրվեն եւ այլ ուղիներ գծվեն։ Եվ հաստատի սա, այսպես ասենք, հակաչինականի մեջ է, իսկ գլոբալ այդ ամերիկան, Չինաստան այդ աջակատման տակ որ երկրներն են տուժելու, դա արդեն գլոբալ իրաց չի հետաքրքրում, գլոբալ ավելի մեծ խաղ է գնում։ Այստեղ Ռուսաստանը բավականին հետաքրքիր հնարավորությունների պատվան ստացավ, հա, եւ ինքը դեռևս քանի Չինաստանը ԱՄՆ-ն տարբեր տեղեր բախում ունեն, ինքը կարող հնարավոր է անի այնպիսի առաջարկ նույն Հայաստանին եւ իրենք կրկին մի քանի անգամ դա ասեցին, որը Հայաստանի համար շատ ավելի օգտավետ կլինի։ Այստեղ ուղղակի նաեւ պետք է Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտում պարզ երևա, այսինքն ոչ թե իրենք որ կողմից են խաղալու, այլ որ կողմի համար իրենք չեն խառնվելու։ Եթե օրինակ ԱՄՆ-ն իմանա, որ Հայաստանի տարածքում Չինաստանը այլևս իր պլանները չի շարունակելու, այլ Ռուսաստանն է մնալու, հա, իրենք համար միգուցե սա ավելի լավ տարբերակ կլինի, հա։ Եթե դե հետ չեն քաշվել, ընդհանրենք ինչ որ Ռուսաստանի հետ լեզու կգտնեն, օրինակ նույն Ռուսաստանը կարող է TRIP-ի անվտանգությունը սկսի ապավել, այսինքն իրենց հետ ավելի հեշտ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան Չինաստանի հետ լեզու գտնել, որովհետև ամեն դեպքում ամերիկա-ռուսական հարաբերությունները բավականին
երկար պատմություն ունեն եւ Պուտինը ավելի լավ շուտ են տղա է, իրար հասկանում, քան այն անհասկանալի Չինաստանը, որը իր համար ընդհանրենք այդ քնած վիշապի նման անդադ եղել է եւ այն եմ ասում, այստեղ Ռուսաստանը ստացավ հնարավորություններ պատուհան, որը չգիտեմ կօգտագործեն թե ոչ, արդեն խախված է Ռուսաստանի դիվանագիտության եւ Ռուսաստանի համազգու կարողությունների մեջ։ Անկոչան տեսը Փելոսին էլ հիշատակեցիք, թերևս այս հարցով եզրափակենք Վենսի հայկական կողմի այցը, եթե ժամանակ լինի, նաև կշարունակենք ադրբեջանականը։ Փելոսին էլ էր եկել 22 թվականին եւ այդ ժամանակ 20 թվականի հետևանքները ավելի թարմ էին, ու այսպես ժողովրդի շրջանում մենք հիմա մեծ խաղ վերլուծեցինք, բայց եկեք ավելի հանրային ու փոքր, ավելի ժողովրդական հատվածը հասկանանք, այդ ոգևորության ալիքը, որ եկավ Փելոսին, էլի առաջին նման բարձրաստիճան պաշտոնյանը, մենք անվտանգ կլինենք, Փելոսին, որ եկավ, որ ասեց, դրանից հետո Բլինքենը իբրև զանգել էր Ալիևին, այսպես Լաչինի միջանցքի արդեն իրադարձություններն էին սկսվել 23 թվականին, բայց մենք տեսանք եղավ այն ինչ եղավ, ու այստեղ այդ այսպես կոչված փորձագիտական շրջանում էլ շրջանառվում է մի հատ արտահայտություն ամերիկյան մոգական զանգերի միֆը, որը իրականում կոտրվեց այդ պահին, բայց հիմա նորից sense թափ հառավ արդեն Վենսի գալու հետ կապված, հիմա ինչ ակնկալիք ունենք հենց անվտանգության առումով, բայց որ բացում ենք հասկանում ենք, որ ոչ Իրանից կարող ենք ակնկալել որևէ, չգիտեմ, դրական արձագանք, Չինաստանը այնտեղ ատոմականի խնդրով արդեն մի կողմ է քաշվում, ինչ ակնկալենք։ Վերջին պահին էլ երեկ չառաջի օրն էլ տեսնում ենք, ասենք պաշտպանության նախարարը, անկեղծ ես մտածում եմ, ես էլ զարմանալու թեմաներ չեմ ունենա, զուտ մեդիա գրագիտության պահով եմ ուզում շեշտենք, որ ցուցադրում է մեր բունկերների կադրերը, վերևից դրոնով նկարած, ներսի, չգիտեմ, ամեն ինչ ճանապարհները վերևից, ներսի վիճակը իբրև ցուցադրում են տեղ անիմաստ մատրասներ են դրել, չգիտեմ ինչ են կարել, հետո գնում անվտանգության սենյակ ցուցադրում է այդ կամեր, ինչի մասին է սա խոսում, Ֆան Քոչարյան, ես իրոք չեմ կարող հասկանամ, էլի մենք դրսից պահանջում ենք անվտանգության երաշխիք, բայց մենք այս պահին ներսից ինքներս մեզ էլի այսպես ցույց ենք տալիս, ասում ենք էստի համեցեք, մենք բաց ենք, մենք խաղաղության դարաշրջանում ենք ապրում, մենք անվտանգություն չունենք առհասարակ, չեմ հասկանում, մենք պաշտպանվում ենք, թե ինչ ենք անում։ Դա ճիշտ եք նկատել, տեսեք, ինչ է անում Փաշինյանը։ Փաշինյանը հերթական տանիք է ման գալիս աշխարհաքաղաքական, որը իրան կպաշտպանի։ Տեսեք, բավական երկար ժամանակ մենք ասում ենք, որ Ադրբեջանը մեր վրա չի արձակվի, որովհետև Ռուսը չի թողի։ Էդ էլ անցանք, հիմա մենք մտանք մի բանի մեջ, որ Ադրբեջանը մեր վրա չի արձակվի, որովհետև Ամերիկան չի թողի։ Փաշինյանը իր հարցազրույցում ասում էր, որ տեսեք, մենք 100 տարով տվինք թրիպը, որովհետև մենք փաստացի Հայաստանը դարձրեցինք ԱՄՆ-ի, այսպես ասենք, հետաքրքրության գոտի եւ ԱՄՆ-ն մեզ կպաշտպանի, եթե ինչ-որ մի բան լինի։ Ինչ մենք անդադ պաշտպանողներ ենք։ Գիտեք, շատ երևի տրամաբանական բան է ասում, եթե օրինակ չներ Աֆղանստանի օրինակը, Իրանի օրինակը, Վրաստանի օրինակը, հա, որտեղ ԱՄՆ-ն մտավ եւ դուրս եկավ։ Էլ մենք այդպես չենք հասկանում, որ այս տրիպի բանը ծրագիրը ինքը ամերիկական չի գլոբալ առումով, հա, Ամերիկային էլ եմ ասում, պետք է վերահսկել սահմանը Իրանից եւ վերջ մնացած բիզնեսները, մնացած բաները, եթե ինչ-որ նավթատար, գազատարներ գցվեն այդ ուղղությամբ, երկաթուղի եւ այլն, դա Թուրքիա եւ Ադրբեջանի օգուտն է եւ Մեծ Բրիտանիա գլոբալ առումով։ Այստեղ, ինչպես եւ Վրաստանում, ԱՄՆ-ն օգտագործում է որպես, այսպես ասենք, PR գործիք, վրացիներն խաբեցին Բուշի գալով, հա, բայց հետո վրացական ամբողջ տնտեսությունը ընկավ Թուրքիայի, այսպես ասենք, վերահսկողության տակ, Աջարանն ընդհանրապես դարավ թուրքական տարածք գլոբալ առումով, մինչև հիմա Բաթումի օդանավակայանը համարվում է Թուրքիայի ներքին օդանավակայան։ Եվ սա նույն բանն է, այսինքն այստեղ էլ եմ ասում, կոպիտ ասած նոր պապա մանգալու բաներ, process-եր եւ հիմա որոշել են, որ Հայաստանի Փաշինյանը որոշել է, որ այս նոր պապան լինելու է ԱՄՆ-ն, որովհետեւ ինքը սա տրիպ անել ու կարող է ինչ-որ զավոդ սարքել ու ինչ-որ բաներ։ Այն ինչպես են ամերիկացիները թողում եւ դուրս գալիս այնտեղ այնտեղերը, որտեղ իրենք շատերին թվում էր հիմնավորվել են, հա, դա արդեն պատմության բազմաթիվ օրինակներ կան։ Կապված եւ այդ դրամաբանությունից բխում են նաեւ Պապիկյանի վերջին տեսանյութերը, որովհետեւ
իրենք իրենց համոզել են, որ այլևս մեր վրա ոչ մեկ չի հարձակվելու, հա, եւ արդեն կարելի է PR բանի համար ժողովրդին ցույց տալ, թե ինչ մեծ գործ են կարել, իրոք մեծ գործ է արվել, բայց ներկայապային այդ գործի մեծ մասի իմաստը իմ կարծիքով կորում է, որովհետև ցույց տվեցին այն, որ իմ կարծիքով պետք չէ ցույց տալ, եւ սա զուտ PR-ի համար, որ տեսեք սա այն է, այս այն ասֆալտի տրամաբանության մեջ է բանում, որովհետև ռազմական ոլորտից ոչ մի բան չհասկացող ժողովուրդը, որ մեծամասնությունը այդպեսին է, կասի վայ, ես սիրուն այս բունկերներ են սարքել եւ այլն, էլի, բայց հիմա փոխվել է ռազմավարությունը պատերազմների, այն ինչ որ դու կարծում ես 1 տարի առաջ ճիշտ էր, հիմա բարձում է սխալ է եւ ռուս-ուկրաինական պատերազմը դա է ցույց տալիս, ռուս-ուկրաինական պատերազմից համարյա թե դուրս են եկել տանկերը, զրահապատ միջոցները, որոնք շարժվում են, հա, այնակ ասեն շատ ավելի փոքր բաների կամ դրոնային պատերազմ էլի, այսինքն դու կարաս մեծ այսպիսի տարածաշրջաններ սարքես, ուկրեփ ռայոններ սարքես, բայց չգիտեմ, դրոնը գա Երևանի վրա, եթե դու բան հոբ չունես, արդեն դու ավելի մեծ խնդիր կունենաս, որտեվ կոպիտ այն ինչ որ կատարվում է Ուկրաինայում եւ Ուկրաինայի տարածքում, դա համարյա թե մարդիկ էլ շատ քիչ են մասնակցում այս ամեն ինչին, ուղղակի կամ դու լավ հոբ ունես, կամ դու լավ հոբ չունես, էլի դրոնային պատերազմն է եւ հարյուրավոր կիլոմետրներ են անցնում արդեն այդ դրոնները եւ ամեն անգամ ավելի հաղթվում են, ավելի բան են դառնում եւ հա, լավ է կարել սարքել եք, ցույց եք տվել, բայց հիմա իմ կարծիքով նույն ընդորում տեղեր են բացահայտել, որը ասում են բան, ադրբեջանցի քթի տակ են կարել, բայց դա չեն նկատել, ինձ ասում է չեն նկատել, հա, դու մեծ շինարարություն ես անում, մեքենաներ են գնում գալիս, հա, բետոնի ես ինչ որ բաներ գնում, ավելի ինչքան հասկանում եմ եւ ես հարցազրույց եմ տեսել, կարծում պարսիկեր այդ մարդը, ինքը բողոքում էր, որ իրանց գումար չեն տվել որոշակի ռազմական օբյեկտներ կառուցել, այստեղ ինքը ասում է, որ հանդիկներն են մասնակցել այդ շինարարության եւ այլն, Վաստացի Հայաստան ռազմավարական օբյեկտների շինարարության մասնակցել են այլ պետությունների մարդիկ, որպես բանվորական ուժ, հիմա այլ պետության մարդիկ նաև սուտ բանվոր են եղել, թե բանվոր չեն եղել, ես չգիտեմ, դա մեր ԱՀԾ-ն պետք է որոշի, բայց այսպիսի բան էլ եմ ասում, զուտ PR-ի համար իրանք վերցրեցին ու շատ սխալ բան արեցին, ես հիշում եմ մի անգամ ով էր, Զարի Փոստանջյանն էր, հա, որ տենց մի հատ գմբեթ էր ցույց տվել կառուցած ինչ-որ ճանապարհին, որ ճանապարհը ռազմական ճանապարհ են սարքում, իրան ինչ ասեցին, հա, որոշակի չափով իրավացիորեն բան, բայց նույն մարդիկ ովքեր հարձակվեցին Զարի Փոստանջյանի ռազմական գաղտնիք բացահայտելու, հիմա ծափահարում են Սուրեն Պապիկյանի տեսանյութերին, էլ այսքան ժողովրդյան կողմնորոշվեք ում կարելի է եւ ում չի կարելի։ Ու այս ամեն ինչին գումարած եմ ասում, տեսեք մենք ինչ խաղի մեջ ենք մտել, սա էլ մեր ժողովուրդը պետք է հասկանա, մենք հանուն Ադրբեջանի եւ Թուրքիայի այդ խաղաղության մենք մեզ համար նոր գլխացավանք ենք ստեղծում իդեմս Իրանի եւ իդեմս Ռուսաստանի։ Արդյոք այն գինը, որը մենք պետք է վճարենք հանուն Ադրբեջանի այդ խաղաղության, շատ բարձր չի լինելու, եթե մենք թշնամանանք Ռուսաստանի եւ Իրանի հետ, որովհետեւ ելի եմ ասում այդ WhatsApp-ը, որ տվել են Փաշինյանին զանգալու համար, կարող է քնած լինի այդ մարդը, կարող WhatsApp-ը անջատ, կարող կոտրած լինեն այդ WhatsApp-ը, հա, որտեղ մեջ էլ WhatsApp-ներ են կոտրում, էլի։ Արդյոք այդ արձագանքը ԱՄՆ-ն իրան ավերով կգա եւ կսկսի պաշտպանել Հայաստանի տարածքը, հա։ Արդյոք Թրամփից գնալուց հետո հա, աշխարհական իրավիճակը այստեղ չի փոփոխվելու, հա։ Արդյոք Թրամփին ատող դեմոկրատները որ գան եւ տեսնեն այն սիլիբիդիները, հիշեն այն սիլիբիդները, որոնք արել են Հայաստանի իշխանությունները հանրապետականների հանդեպ, արդյոք դա իրենց հակառակ ինչ-որ բաներ չի լինի, արդյոք մի օր ԱՄՆ-ն կարող է չհետաքրքրի այդ թրիպը, այլևս եւ տեսնեն որ ինչ-որ օգուտ չկա, իրեն վերցնեն իրենց փայաբաժինը բաժանեն վաճառեն օրինակ Թուրքիային։ Հարցեր, այն կարծիքով եթե դու լավ քաղաքական գործիչ ես, դու պետք է ուղղակի դադարես տվյալ օրը ապրես եւ մի փոքր կանխատեսես ապագան։ Անկոչերեն հիմա ձեր ասացի կամ լավ չէ, ես եմ այդպես մանանում, նախկին պապան Հայաստանի համարվում է Ռուսաստանը, թե դեռ նախկին պապա չի համարվում, որ հիմա անգել ենք Թրամփի ձեռը, Ռուսաստանը համարում է, որ
ինքն է այս տարածաշրջանին, այսպես ասած, նայողը մինչև հիմա։ Հա։ Ընդորում մեկ-մեկ ինձ համար անհասկանալի, հա, օրինակ որոշակի գործիչներ մինչև հիմա ասում են, որ այստեղ երակողմն է աշխատում, չնայած հա երակողմից համաձայնակ երակողմից որևէ բան չի մնացել, հա, ինչ որ բան փոխվում է, հիմա Փաշինյանը նահմեկներ է անում, որ ռուսական երկաթուղիները իրեն խանգարում են բիզնեսի համար, ռուսական կողմը ասում է, չէ, մենք մինչև 2030 թիվը կոնցեսիոն պայմանագիր ունենք, այսինքն գիտեք տպավորիչն այն է, որ Ռուսաստան տեսնում է, որ իր քթի տակից տանում են, հա, Հայաստանը, բայց մինչև հիմա չի հավատում, որ դա կարող է տեղի ունենալ, հա։ Իսկ Հայաստանի իշխանությունները տենց մեկ-մեկ գնում են Մոսկվա, ու ինչ որ բաներ վիրտում են, որ չէ, մենք ձեզ հավատարիմ ենք, ուղղակի սենց ստացվում, տենց միավատակ չարընդդիմության եւ այլն։ Փաշինյանը ասում է, որ Պուտինը ու Միշուստինի մոտիկ ընկերն է, ինչ որ լավ են իրար հետ եւ այլն։ Դեմ ասում Ռուսաստանի խնդիրը այն է, որ ինքը դեռևս չի ավարտել Ուկրաինայում իր գործողությունները եւ ամբողջ ռեսուրսը դեռևս Ուկրաինայում է։ Հիմա երբ որ այնտեղ վերջանա եւ Ռուսաստանը որոշի վերադառնալ Կովկաս ամբողջ ուժով, արդյոք այդ ժամանակ ինքը հնարավորություն ունենա արդեն Կովկասում ինչ որ բաներ անելու, թե դա վերջնական արդեն օրինակ Հայաստանը վերջնական կգնա Թուրքիայի ուղեցրի տակ, հա, եւ Ռուսաստանին Հայաստանը հետ բերելու համար պետք է արդեն ամբողջ Թուրքիայի հետ խնդիր ունենան, կամ նույն Ադրբեջանը վերջնական իսրայելական պետություն դառնա, արդյոք ավելի բարդ չի լինի այդ ամեն ինչ անել։ Չգիտեմ, Ռուսաստանը, տեսեք, Ռուսաստանը ինչպես նաեւ ԱՄՆ-ը, Չինաստանը, իրենք խոշոր կայսրություններ են եւ իրանք կարճ ժամանակամիջոց է, ինչ որ Ռուսաստանը ամենաշատ կարճ է, Հայաստանը կարող է 15 տարիներ լինի։ Դրա համար Ռուսաստան չի հրաժարվում Հայաստանից, մի փոքր նախանձով է նայում, մի փոքր խանդով է նայում, ինչ է կատարվում, եւ մի փոքր անհասկանալով է նայում, չէ՞ որ մենք այսքան տարի օրինակ էժան գազ ենք տալիս, իսկ այս անշնորհակալ հայերը կոպիտ ասած YouTube-ի մոնետիզացիայից ողջավորված բան են անում, նզվենսին փառաբանում են, էլի, այսինքն իրենց համար կապում Վենսիայցի հետ, որ YouTube-ի մոնետիզացիան։ Դա հերթական բան է, հաջորդ քայլը երևի կլինի PayPal-ը, որ այստեղ սկսի աշխատել, այսինքն տեսեք ԱՄՆ-ն ինչ է անում, Ռուսաստանը օգնում է ամբողջ բնակչությանը, օրինակ գազի էլեկտրոէներգիայի պահով, բավականին ցածր սակալենով, դա մենք մտածում ենք, որ այդպես էլ պետք է լինի, բայց որ YouTube-ի մոնետիզացիա են տալիս, իրենք աշխատում են երիտասարդության շրջանի վրա եւ YouTube-ի մոնետիզացիան շատ կարեւոր է նաեւ մեդիա դաշտի համար։ Իրենք փաստացի դրանով տեսեք մեդիա դաշտը եւ ջահելությանը Հայաստանի իրանցով են անում։ Այսպես պետք է աշխատել, հա, տեսեք դու միլիարդավոր դոլարների հասնող լավություն ես անում Հայաստանին, դա չի գնահատվում, հա, բայց YouTube-ի մոնետիզացիան միանգամից հասարակության մեջ գնահատվում է եւ ինչ որ տեսեք ապրի չգիտեմ վեսի ինչեր արեցինք ու Փաշինյանը դա էլ են սկսում ոչայ։ Դες ավելին ասեմ, PR առումով, էֆեկտով, ոչ թե վեսի 9 միլիարդնա կամ ինչ որ գործարան սարքինը կամ բան, այլ YouTube-ի մոնետիզացիան աշխատեց էլի։ Եվ եթե ընտրություններից առաջ նաեւ ինչ որ ժամանակաշրջանով մեզ Եվրոպական միությունը առանց վիզաների բան թույլ տա, փորձնական, դուք կտեսեք ինչ խինդ ուրախություն է լինելու, չնայած էլ եմ ասում, հասարակության 80%-ը ցանկության դեպքում չի կարող է նա Եվրոպա եւ բայելի Եվրոպա, որովհետեւ դա ոչ միայն, չգիտեմ, без վիզա կամ էժան ավիատոմսերը, այնտեղ բավական թանկ է կյանքը, հա, ինչ մի հատ ռեստորան մտնելը արդեն բավականին մեծ գումար է։ Դրա համար այսպիսի բաներով են մեր հասարակությունը խաբում, ողջևորում, բայց սա էլ է, սա ամերիկյան փափուկ ուժի վառ օրինակն է, որին չեն կարողանում դեռևս հակադրել ոչ Չինաստանը իր փափուկ ուժով եւ ոչ էլ Ռուսաստանը, որը փափուկ ուժ ընդհանրապես չգիտի դա ինչ է։ Վախս միայն այն է, որ երբ որ Ռուսաստանը սկսի հարցերը լուծել այն ձևերով, որով ինքն է տիրապետում, դա Մոլդովայի ժողովուրդը, Վրաստանի ժողովուրդը, Ուկրաինայի ժողովուրդը կարող են ասել, որ այսպես է։ Դրա համար իմ կարծիքով Ռուսաստանի թշնամանալը եւ Իրանի թշնամանալը դա այն չէ, ինչ որ պետք է Հայաստանում հիմա նույնիսկ հանուն Ադրբեջանն էլ վարշելը։ Թուրքիային հիշեցիք, սրանով եզրափակվենք, գրեթե մոռանալու էի մեր ամենազգայուն հարցերից մեկը Վենսի հետ կապված հայոց ցեղասպանության հետ հուշահամալիր գնալը եւ նախ ինչու դրեց, հետո ինչու հանվեց,
ինչի դա վերածվեց էլի sense ինչ-որ անհասկանալի պատահական սխալեր, սկանդալեր, նպատակաուղղված էր, դա մեկ, հետո գնաց Ադրբեջանում հայտարարեց, որ Ալիևը միակ առաջնորդն է, որ եւ լավ է եւ Էրդողանի հետ, եւ Նեթանյահուի հետ, հետո ասեց ես այստեղ թռա հասա Թրամփի կառուցած ուղով, առաջինը մարդն եմ, որ ես եկա Թրամփի ուղով, հետաքրքիր բաներ, որպես նստենք վերլուծենք շատ ժամեր կտևի իհարկե, բայց այդ կոնտեքստում մի հատ համապարփակ ավարտենք։ Դա շատ կարճ փորձ է, ուրեմն առաջինը ես թռա Թրամփի ուղով։ Թրամփի ուղին, եթե ես չեմ սխալվում, ինչպես մեզ մատուցում են, դա մեղրիով անցնող այդ ինքը հաստատ մեղրիով չի թռել։ Արդյոք ԱՄՆ-ի համար Թրամփի այդ ուղին ամբողջ Հայաստանի տարածքն է, այսինքն որտեղից Ադրբեջանից Թուրքիայից ինքը թռնում է Ադրբեջան, դա պետք է լինի Թրամփի ուղի։ Արդյոք մենք դառել ենք մեծ այդ 29743 կիլոմետրը դարձել է Թրամփի ուղի ամբողջապես։ Սա մի հարց է առաջացնում, որ իմ կարծիքով Թրամփին եւ Վանին պետք է բացատրվի Բենսին։ Մնացածը Թուրքիայով Ալիևը, որ եւ Էրդողանի հետ է լավ, եւ Նեթանյահու, ցեղասպանության ստատուսը եւ Ադրբեջան, նայեք, իրենք շատ լավ խոշոր երկրները հասկանում են ինչպես աշխատել, դա դիվանագիտություն է, այսինքն դու պետք է տվյալ երկրի հասարակությունը հրամցնես այն, ինչ որ ինքը ուզում է լսի։ Հա, մինչեւ հիմա իրանք գիտեն, որ օրինակ չնայած Փաշինյանի բոլոր բաներին, փորձերին, որ ամեն դեպքում Հայաստանում չեն սիրում Թուրքիային եւ ամեն դեպքում Հայաստանում այդ ցեղասպանության ցավը միջև հիմա կա, հա, դրա համար գնացել է այդպիսի բան ասել է, հա, Ադրբեջան գնում է շախիդների մոտ, որովհետեւ դա էլ ադրբեջանական ցավն է, չնայած այդ շախիդների մի մասը սպանել են հայերին, մյուս մասն էլ, չգիտեմ, ռուս զինվորին են սպանել սովետական, այդ կարևոր չէ, եթե հասարակությունը դա է սիրում, ինքը այդտեղ է գնում, այսինքն ինքը այստեղ եւ այնտեղ եւ այստեղ ինքը փորձել է մաքսիմալ ուրեմն ոնց որ շահագրգռել հայությանը, դրա համար դա ցեղասպանություն բան գրեց, բայց ես չգիտեմ արդեն որոշ մարդիկ ասում են կեսկատակ դուր Փաշինյանն զանգել ասել էս ինչ է սարել, հա, միգուցե որոշակի օգնականներն են ասել կամ ԱՄՆ-ի զանգ եղել, որ ասել են դու Ադրբեջան ես գնում ես ինչ ես անում, միգուցե Ադրբեջանից են կամ Թուրքիայից են դրել ասել բան, դու ապագայից դեպի Ադրբեջան ես գնում, իսկ Թուրքիան կարող է խնդիրներ առաջացնել, դրա համար հանել է։ Այսինքն գլոբալ առումով կարող ենք հասկանալ, որ Վենսի համար այո, դա ցեղասպանություն է, բայց էլի հաշվի առնելը որ տարածաշրջանային այց էր, դրա համար ջնջել է, ես համոզված եմ, որ եթե սկզբից գնար Ադրբեջան, հետո գար Հայաստան, այդ ստատուսը չէր ջնջվել, այո։ Բայց քանի որ դու ինչ որ տեղ ես գնում, որտեղ պետք է քո ապրանքը վաճառես, իսկ խոսքը գնում էր ոչ թե $11 միլիոն մասին կամ 9 միլիարդի շատ ավելի մեծ գումարների մասին, հատկապես զենք պետք է վաճառես Ադրբեջանին ու դու այցից առաջ մեղադրում ես Թուրքիային 1.5 միլիոն սպանելու մեջ, հա, դա կարող է բանակցների համար խոչընդոտ առաջանալ, դրա համար ջնջել է, բայց դեմաց կրկնվում եմ 100% համոզված եմ, որ եթե հակառակը լիներ Ադրբեջանից Հայաստան գար, ստատուսներ կմնար եւ մեր հասարակությունը ավելի շատ սիրահարված կլիներ։ Այս ամենին Փելոսի արձագանքն էլ եմ ասում, մենակ պետք է չողջևորեն, որովհետեւ դեմոկրատները եւ հանրապետականները միշտ հայոց ցեղասպանության այդ պահը օգտագործել են զուտ իրենց նպատակների համար եւ այս անգամ օրինակ ստատուս ջնջելը դեմոկրատների համար լավ առիթ էր քննադատելու, հա, հանրապետական եւ փորձել ինչ-որ միավորներ վաստակել հայերի աչքերում էլ։ Ցավոք սրտի մենք այդքան փոքր ենք եւ այդքան փոքր ենք, հա, որ մենք չենք կարող պարտադրել որևէ կողմին կամ ամոթանք տալ։ Հա, դե եթե Փաշինյանն ասում է, դուք պատկերացնում եք, եթե 99 տարով Ամերիկան երաշխավորում է, ստացվում է մենք եթե Ամերիկայի երաշխավորությունը չլինի, մենք պետություն չենք լինի, 99 տարի պետություն Ամերիկան ոչ մի բան չի երաշխավորում, դա է հետաքրքիր, էլի, որովհետև դու նույն ձևի ունես ռուսական խոշոր ներդրումներ քո մոտ, հա, հիմա Ռուսաստանն է երաշխավորում ինչ-որ բան, երբ որ մեծ քաղաքականություն է գալիս, եւ մեծ շահեր են գալիս, հա,
Դա ուղղակի չգիտեմ, գավառական ինչ-որ մտածելակերպ է, որը ոչ մի լավ բանի չի բերում, էլի։ Նամանավան էլ եմ ասում, որ թրիպից եկող օգուտները ԱՄՆ-ի համար շատ-շատ ավելի փոքր են, որպես բիզնես պրոյեկտ դա իրենց հետաքրքիր չի, եւ ես համոզված եմ իրենք փորձել են ինչ-որ ժամանակ անց այդ 74%-ը ինչ-որ մեկի վրա վաճառել, էլի, որովհետեւ գլոբալ օգուտ չկա։ Իրենց էլ եմ ասում հիմնական ինչ պետք է, որ դա Իրանի սահմանի վրա է։ Շնորհակալ եմ շփոթվանք։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից, առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։